Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական կենտրոնեն հաղորդենք լուրերը։ Հայաստան Դաշինքի պատգամավորական տեխնաձու, համազգային հայ գրթական եւ մշակութային հիմնադրամի Գյումրիի գրասենյակի դնորեն Արցախյան պատերազմներու մասնագից Հոյիտայի անդամ Արա Նախշկարյան ցերպակալվեցավ Գյումրիի մեջ եւ փոխադրվեցավ Երևան։ Բդադության թեմ բայկարի կոմիտեն հաստատեց Նախշկարյանի ցերպակալությունը, հաղորդելով, որ ան ցերպակալված է գաշարք դալու եւ ստանալու դեպքերու շուրջ քրեական վարույթի ձիրին մեջ։ Ավելի ուշ հաստատվեցավ, որ Նախշկարյանի հետ ցերպակալված է նաեւ Գյումրեցի 21-ամյա երիտասարդուհիմը։ Հոյիտը հայտարարի գեցունական խորհուրդը քննադատեց Ռուսիայի արտաքին գործոց նախարարության բամպերին այն հայտարարությունը, թե հավաքական ապահովության պայմանագրի կազմակերպությունը չեր գրնար ներգրավվել Ղարաբաղի տագնապի մեջ, որովհետև Հայաստան դվյալ տարածքը չեր ջանցած ոչ իբրև մաս, ոչ ալիբրև անկախ պետություն։ Առաջին հերթին հայտարարի գետրոնական խորհուրդը շեշտեց, որ 44-օրյա պատերազմին ընթացքին Հայաստանի պետությունը չէ դիմաց հապկի, նշելով, որ Հայաստանի պետությունը ընդունած էր, որ Արցախ դե ֆակտո կայացած պետություն է եւ անոր հետ պահպանած էր պետական եւ միջպետական հարաբերություններ։ Հոյիտա հայտարարի գետրոնական խորհուրդը նաեւ հայտարարեց, որ Ադրբեջանի արտաքին գործոց նախարարության բամպերը իրականությունները կխաղատուրե, երբ կհայտարարի, թե Ղարաբաղյան շրջանը միջազգային ընտանիքին, որուն շարքին նաև Ռուսիա կողմ է, միշտ ջանցված է իբրև Ադրբեջանի անբաժանելի մաս, հիշեցնելով, որ Մինսկի խումբի համանախագահ պետություններուն կողմ է ներկայացված լուծման բոլոր առաջարկները, հատկապես նոյեմբեր 2007-ին սկսյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունքին իրացման ճանապարհային քարտեզ նախատեսած են։ Գայացավ Ռուսիա նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հերացայնային հաղորդակցությունը, որ առաջինն էր խորհրդարանական ընդդություններեն ետք։ Ըստ պաշտոնական Երևանի, Պուտին եւ Փաշինյան միտքեր փոխանակած են Հայաստան-Ռուսիա հարաբերություններու մասնավորապես տնտեսական մարզին մեջ հարաճած խնդիրներուն շուրջ։ Փաշինյան խնդրած է թիմել քայլերու այդ խնդիրները լուծելու համար։ Իսկ Պուտինի պամպեր Դմիտրի Պեսկով հայտարարեց, որ հերացայնային հաղորդակցությունը գայացած է Փաշինյանի նախաձեռնությամբ։ Անշեշտեց, որ Պուտին վերահաստատած է 29 մայիսին Աստանայի մեջ Եվրասիական տնտեսական միության անդամ 3 երկիրներու ղեկավարներու միացյալ հայտարարությունը Եվրոպական միության միանալու Հայաստանի աշխատանքներուն վերաբերյալ։ Պուտին մասնավորապես ընդգծած է Հայաստանի մեջ կարելի եղածին չափ շուտ հանրակրվե կատարելու անհրաժեշտությունը Եվրոպական միության միանալու կամ Եվրասիական տնտեսական միության մեջ մնալու վերաբերյալ։ Դեղին է նշել, որ Վլադիմիր Պուտին մինչև օրս չէ շնորհավորած Փաշինյանը անոր վերընտրության առիթով։ Փաշինյանի նախաձեռնությամբ գայացած հերացայնային հաղորդակցությունեն մեկ օր ետք Վլադիմիր Պուտին հերացայնային խոսակցություն ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական Մոսկվա հայտարարեց, որ քննարկված են երկկողմ եւ միջազգային օրակարգի հրադապ թեմաները եւ ընդգծված են ռուս-ադրբեջանական հարաբերություններու շինիչ բնույթը, կառավարություններուն եւ համապատասխան նախարարություններու մակարդակներու վրա աշխուժ երկխոսությունը։ Պուտին եւ Ալիև հաստատած են փոխադարձ շահավետ համագործակցությունը ընդլայնելու դրամատրությունները։ Իր գարկին Պուտինի պամպեր Դմիտրի Պեսկով հայտարարեց, որ Պուտին Ալիևի հետ ունեցած է չերմ եւ փոխանցակալից խոսակցությունը։ Իսկ Ռուսիա արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարեց, որ եվրոպացիք
պետք չէ հույսեր ունենան, թե Եվրասիական տնտեսական միությունը պիտի փրկե Հայաստանի սուզվող անձնակազմը զայն ճուրին երեսը բահելով եւ ֆինանսավորելով թեպի Եվրոպական միություն Հայաստանի մարաթոնյան լողարշավը։ Հայաստանի վերանգախացումեն իվեր առաջին անգամ լալով Ամինան Հայոց կաթողիկոսը չի հրավիրված մասնակցելու եւ իր օրհնությունը տալու նորնդիր ազգային ժողովին բացման նիստին ընթացքին։ Սուրբ Էջմիածնի մայր աթորը հաստատեց, որ Գարեգին երկրորդ Ամինան Հայոց կաթողիկոս չէ հրավիրված նիստին։ Բաքուի վերակնիչ դատարանի մեջ կշարունակվի Արցախի ռազմաքաղաքական նախկին կերևարված ղեկավարներու դատավճիռներուն դեմ ներկայացված բողոքներու քննությունը։ Ըստ ադրբեջանական աղբյուրներու նիստին մասնակցած են պատերազմական հայ կերիներուն պաշտպան փաստաբանները, թարգմանիչները, այսպես կոչված դուժողներու ներկայացուցիչները, pedagogan մեղադրողները, ինչպես նաև Ադրբեջանի մարդու իրավունքներու պաշտպանին գրասենյակեն աշխատակիցներ։ Դատախազը դատարանին խնդրած է չբավարարել վերակնիչ բողոքները եւ ուժի մեջ ցկել Բաքուի զինվորական ադյանին վճիրները։ Իսկ Արցախի նախկին նախագահ Պագոս Սահակյանի պաշտպան փաստաբանը դատարանին խնդրած է բավարարել վերակնիչ բողոքները եւ փեկանել առաջին ադյանի դատարանին դատավճիռը ու արտարացնել իր պաշտպանյալը։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպան փաստաբանը եւս նույն խնդրանքով դիմաց է ադյանին։ Պագոս Սահակյանն նշած է, որ գուզե իր պատասխանի իրավունքը գործածել հաջորդ նիստին ընթացքին։ Իսկ Արայիկ Հարությունյանը հայտարարած է, որ չընդունիր իրեն առաջադրված մեղադրանքները։ Մինչ միջազգային իրավաբանական կառույցներ կշարունակեն պահանջել Ադրբեջանի մեջ արգելափակված պատերազմական հայ կերիներուն ազատ արձակումը, մտահոգիչ տեղեկություններ կստացվին պատերազմական հայ կերի Լուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակին մասին։ Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանի փոխանցմամբ անոր վիճակը վատ տարածած է, որովհետև գդարաբի սրդի լուրջ խնդիրներ է։ Մինասյան հրաբարագավ դիմաց է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պահանջելով Մկրտչյանի առնվազն արտոնություն տալ, որովհետև ան գապ հաստատե իր գնոջ հետ, որովհետև ընտանիքը ամիսեմը ավելի ոչ մեկ տեղեկություն ստացած է իր հարազատին մասին։ Ռուսական երկաթուղիներ ընկերությունը, որ իրավասությունը ունի կառավարելու հայկական երկաթուղիները, հայտարարեց, որ եթե հայկական կողմը ունի մտադրություն փոխելու կամ դադրեցնելու կառավարման պայմանները, ապա պետք է ամբողջությամբ վերադարձնի կատարված բոլոր ներդրումները։ Դեղին է նշել, որ հայկական երկաթուղիներու կառավարման համաձայնագիրը կնքված է 2008-ին։ Ռուսական ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերով հայտնեց, որ կողմերուն բոլոր իրավունքներն ու բարդականությունները նշված են պայմանագրի մեջ, որուն կողմերը նին է Հայաստանի կառավարությունը։ Համահոմենտմենական 13-րդ բանակումը մեծ հաջողությամբ պսակվեցավ 900 բանակողներով, որոնց շարքին են Միացյալ Նահանգներու արևելյան շրջանեն 76 արիներ եւ արենուշներ իրենց պատասխանատուներուն ընկերակցությամբ։ Բանակողները հանդիսավոր դողանցք մկադարեցին Երևանի մեջ, առաջնորդությամբ Հոմենտմեն հասկի շեփորախումբին։ Դողանցքը ընթացք արավ Մատենատարանին արջևեն եւ ուղղվեցավ Ազատության հրաբարակ։ Ապա դողանցողները ուղղվեցան Ձիձեռնագապերտ, ուր կատարվեցավ արարողությունը ի հիշադակ հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակներուն։ Հոմենտմենականները դողանցքեն առաջ այցելեցին Երապլուր, ուր հարկանքի դուրք մատուցեցին Արցախյան ազատամարտին, ապրիլյան քարորյա եւ 44-օրյա պատերազմներուն նահատակ հերոսներուն հիշադակին։
Համահոմենետնական 13-րդ բանակումին ընթացքին Արարատյան գարկ աստիճանը ստացան այն արիները եւ արենուշները, որոնք հաջողությամբ ավարտած էին ընթացքը։ Միացյալ Նահանգներու արևելյան շրջանեն Արարատյան գարկ ստացավ Քույրթինա Բարսումյան։ Դերին է նշել, որ բանակումին մասնակիցները իրենց պատասխանատուներուն ընկերակցությամբ այցելեցին Սուրբ Էջմիածին, ուր ստացան Քարեկին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին օրհնությունը։ Մյուս կողմը Հոմենեթմեն մուտք գործեց մրցանիշներու համաշխարհային Գինես գիրք, երբ համահոմենեթմենական բանակումին մասնակից 809 արիներ ու արենուշներ բանակավայրին մեջ գազմեցին սկաուտության պատմության մեջ Շուշանաձաղիգի մարդկային ամենեն մեծ պատկերը։ Այսպիսով մեր այսօրվան հաղորդումը կհասնի իր ավարտին։ Ցտեսություն։